Հիմա եկել են ասում են խաղաղություն։ Նախ այս մարդիկ էլի ինչ ապացուցեցին։ Իրանք եկան ասցին, որ այն խաղաղությունը, որը հաստատված է, դա Հայաստանի ձեռնտու չի, դա Հայաստանի շահերից չի բխում, որ դա, այսինքն իրանք ասում են մենք դեմ չենք խաղաղությանը։ Բայց իրանք ուզում են, իրանք ասում են այ խաղաղությունը մեր ժամանակ էր։ Եկեք նայենք ինչ խաղաղություն ա եղել իրանց ժամանակ։ 98 թվական 24 զոհ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով։ 99 թվական 12 զոհ փոխհրաձգության հետևանքով։ 2000 թվական 12 զոհ փոխհրաձգության հետևանքով։ 2001 թվական 3 զոհ սահմանին, 2002 թվական 7 զոհ, 2003 թվական 11 զոհ, 2004 թվական 8 զոհ, 2005 թվական 14 զոհ, 2006 թվական 7 զոհ, 2007 թվական 7 զոհ, 2008 թվական 5 զոհ, 2009 թվական 6 զոհ, 2010 թվական 11 զոհ, 2011 թվական 10 զոհ, 2012 թվական 13 զոհ, 2013 թվական 6 զոհ, 2014 թվական 26 զոհ, 2015 թվական 38 զոհ, 2016 թվական 22 զոհ, 2017 թվական 22 զոհ։ Էս է իրանց ուզած խաղաղությունը։ Հիմա այս 20 թվականի մասին թիվը Չէ, մի րոպե 20 թվականի մասին այնքան ասվել է եւ մենք երբեք դա չենք այդ դուք եք որ 1000-ով անընդհատ 2000-ով 3000-ով ուզում եք ավելացնեք եւ չի արձանագրվում մի բան որ ի վերջո ասում են ինչ ես ասե Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես մեր կուսակցության համաժողովում մի անգամ այդ թեմային չէ, մի անգամ մեր կուսակցության համաժողովում մի անդրադարձել եմ, բայց կա նաեւ մի իրողություն, հարգելի գործընկերներ։ 94 թվականից, 95 թվականից փաստացի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն նույն կետի վրա կանգնած ա եղել 25 տարի։ Նույն կետի վրա կանգնած ա եղել 25 տարի։ Ու այդ կետը եղել է փակուղային կետ։ Եվ հիմա էլ նոր բան, այս մարդիկ տենց էլ բան չարին։ Եկան մի հատ քննիչ հանձնաժողով, չգիտեմ, էս կբացահայտենք, Ղարաբաղի հարցի բանակցային թղթերը։ Հրապարակեցին Ղարաբաղի հարցի։ Հիմա էլ ընկել են բանը քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ասենք ձեզ պարզ չի էսա էտել է ինչ որ ձևով պետք է հրապարակվի։ Ասենք այդ փոսխին անդադին չեք կանգնում։ Այո, մենք այդ մարտահրավերի հետ առերեսվել ենք։ Բայց 30 տարի անկախության 30 տարի ամբողջ պետական համակարգը աշխատել այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է։ Լուծված է այդ հարցը, խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է, եկել ենք առերեսվել ենք այդ իրողության հետ, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, ու սկսել ենք հարցեր տալ, ու սկսել ենք գնալ այդ հարցերի հետևից, ու սկսել ենք գտնել այդ հարցերի պատասխանները, ու այդ հարցերի պատասխանների հետևից է, որ հասկացել ենք, որ մենք թակարդի մեջ ենք, որ պետք է այդ թակարդից դուրս գալ, որովհետև եթե թակարդից դուրս չգանք, մենք պետությունը կորցնելու ենք։ Եվ դա այո, ես ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, եւ դա պետք է ասել, որ մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մենք մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից։ Այն թակարդից, որի մեջ մենք մտել ենք Ղարաբաղի շարժումով եւ որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները եւ նրանց սատելիտները մեզ անընդհատ մցրել են ու պահել են փակուղում։
ու ամեն ինչը բացարձակապես բացատրել են դրանով։ Եվ մենք մեր երկիրը դուրս ենք բերել փակում։ Սրա համար խիզախություն է պետք։ Եվ մենք այդ խիզախությունը ցուցաբերել ենք։ Պարոն Խաչատրյանը ասում է, պատերազմը ավարտվում է եւ պատերազմի պատճառը հանգուցալուծվում է կամ չգիտեմ ինչ։ Այդպես մի բառ օգտագործում, բա այդ ենք ասում։ Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա։ Էս է ամբողջ խնդիրը։ Եվ մենք այո գիտակցված գնացել ենք այդ ճանապարհով։ Հիմա էլ գիծ են տանում իմպրո թուրքականության եւ իմպրո ադրբեջանականության մասին։ Որովհետև այս մարդիկ ասում են, տեսեք, ինչ են ասում, ասում են, դե մենք դեմ չենք խաղաղությանը, իրանք երբեք դեմ չեն եղել խաղաղությանը, բայց իրանք խաղաղությունը միշտ քննարկել են տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու, հասկանում եք, տարածաշրջանից հազարավոր կիլոմետր, Մոսկվայում, Բրյուսելում, այլ տեղերում, Քիվեստում եւ այլն, մենք միշտ, էլի եմ ասում, խաղաղության մասին մեր պատկերացումն է նա, որ մենք Ավստրալիայի հետ ունենք հարատև եւ հուսալի խաղաղություն։ Իսկ խաղաղությունն է նա, որ դու ունես քո տարածաշրջանում, ո՞նց եք պատկերացնում խաղաղություն, այն փնտրելով տարածաշրջանից դուրս։ Դա պատերազմ է, դա ինքնին պատերազմ է։ Մենք ունեցել ենք այդ համարձակությունը, գնանք եւ խոսանք։ Մենք ունեցել ենք համարձակությունը, խոսենք, ուրիշ բանել են ասում են, քանի որ գրել էի, ասում է, որ այդ նշանակում է, որ դու Փաշինյանը ասում է, ուրեմն ունի պայմանավորվածություններ, հա պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բա հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Այդտեղ սպառնալիք չկա, ոչ մի սպառնալու բան չկա։ Դա շատ պարզ, շատ սովորական տրամաբանություն է։ Եվ այո, այս ընտրություններում ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, նաև այդ տրամաբանությամբ։ Որ ակնհայտ լինի, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս քաղաքականությունը պաշտպանում է, տերականգնում այս քաղաքականությանը։ Ընդ որում, ասում եմ, երբեք չեմ ունեցել եւ չունեմ այն հրապարակային հայտարարված եւ գրավորից դուրս որևէ պայմանավորվածություն։ Այո, հենց առանցքը եւ նրբությունը դա է, բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերված են եւ հրապարակված են այդ պայմանավորվածությունները։ Դուք եկեք պայմանավորվածությունների բովանդակությունից խոսացեք։ Չունեն ասելիք։ Հա, այդ էլ բաններ, դատի են տալիս, խաղաղության համաձայնագրի բանը, տեքստը չեն տալիս ծանոթանան, գնում ենք մի քանի անգամ թողեցին, գնացին ծանոթացան, գնում ենք կարդում, գալիս ուրիշ բաներ էին պատմում։ Բա հիմա հրապարակային է, ով է հիշում ընդդիմությունը, վերջին անգամ, երբ այս ամբիոնից եկե բռնել խաղաղության համաձայնագրի կամ չգիտեմ հռչակագրի տեքստը, սկսել տող կարդալ եւ բան անել։ Երբ եղել է տենց բան ընդհանրապես։ Չէ, հրապարակումից առաջ, երբ որ դա կոնֆիդենց, ինչ ասես ասում էին, հենց հրապարակվեց, այդ թեման ամփոփվեց։ Նույնն էլ բանակցային թղթերը, բա հիմա հրապարակված են, ասում եք, հլը հրապարակեք, մենք երբ եք տեսել, որ ընդդիմությունը կամ այս ամբիոնին, կամ հրապարակային կանգնի, ասի թուղթ մեկ, հլը տեսեք, ես ինչա գրած, հլը տեսեք, ես ինչա գրած, հլը տեսեք, ես ինչա գրած։ Ըստ էության, այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան, առաջինը, որ խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է
նախկին իշխանության ներկայացուցիչներից հիմնական եւ առանցքային խնդիրն է։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։